Բարի երեկո, օրդրատվականը սկսում է աշխատանքը Արցախի հանրայինի ուղիղ եթերում։ Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով բացառությամբ հյուսիսային Գյուլիստանի հատվածի արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի իրազեկային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, 8 տիպի զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հայտնել են ազգային ժողովի մամլոյցարայությունից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերը։ Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ, ամփոփելով արդյունքները խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա վաղը ժամը 11-ին։ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այնուհետև նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը օնլայնված կազմով երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ։ Բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղղված փաստաթղթեր։ Հայաստանի եւ Իրանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ։ Անդրադառնալով Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությանը Հասան Ռոհանին նշել է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են եւ մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից։ Խնդիրը ռազմական լուծում չունի եւ մենք կուզենայինք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով, ասել է Հասան Ռոհանին։ Իր հերթին Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Իրանի ղեկավարին է ներկայացրել առաջընթաց գրանցելու հարցում Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացմանը եւ Վիեննայի համաձայնագրերի իրականացման ուղղված ջանքերը։ Սերժ Սարգսյանի խոսքով հաստատվել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ եւ նշել է, որ անթույլատրելի է համարում ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Քաշաթաղի շրջանում զոհված զինծառայողի եւս մեկ ընտանիք բնակարան ստացավ, այն իրականացավ Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Շրջանի Աղաձոր համայնքում նորակառույց տան բանալիները վարչակազմի ներկայացուցիչները երեքանձնեցին Խաչատրյանների ընտանիքին նոր օջախում ուրախ առիթներ նշելու մաղթանքով։ 2015 թվականի մարտ ամսում առաջնագծի հյուսիսային հատվածում թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհված մեր 4 զինծառայողներից մեկն էլ Հակոբ Խաչատրյանն էր։ Քաջորդին այսօր հանգչում է Աղաձորի բարձունքներից մեկում, իսկ հոգին կարծես թե վազում է երկնքում, հսկելով Հարազատ գյուղի անդորը։ Հայր, մի ոտնաթաթ անգամ ետ չեմ նահանջի։ Այս խոստմանը Հակոբը հավատարիմ մնաց։ Վերաբնակեցված համայնքում սա առաջին ու միակ գերեզմանն է, որը յուրօրինակ մի սրբատեղի է վերածվել բնակիչների համար։ Սկզբից ցանկանում էին տեղափոխեին ծննդավայրը Արարատի մարզ, սակայն հայրը Գագիկը չհամաձայնվեց եւ որոշեց, որ որդուն պետք է այստեղ ուղարկավորեն եւ այստեղ ինքը մնա էլի որպես սահմանապահ։ Ցանկացած միջոցառում եթե լինում է համայնքում, այստեղ կասեն որպես սրբավայր
այցելում են Հակոբ Շիրիմին, ծաղիկներ խոնարհում, նոր սկսում են իրենց մնացած միջոցառումներ։ Հակոբ Խաչատրյանի հայրը Գագիկը Քաշաթաղի հարավային թևում ընտանիքով բնակություն է հաստատել 2000 թվականին։ Այդ ժամանակ Հակոբն ընդամենը 4 տարեկան էր։ Նրա մանկությունն անցել է Վարդանանց գյուղում շրջվարչակազմի ղեկավարի օգնական Արտավազդ Ալեքսանյանի աչքի առաջ։ Ասում է, Հակոբն իր արժանինքներով վայելում էր ամբողջ համայնքի սերն ու հարգանքը, իսկ այսօր կորստի ցավով ապրում են ոչ միայն հարազատները, այլև գյուղի եւ հարևան համայնքների բնակիչները, նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ շփում են ունեցել Հակոբի հետ։ Փոքր Վախտմանից ինքը շատ աշխուժ երեխա էր, շատ պատրաստի հերոս էր ինքը փոքր ժամանակից, որտեվ ամեն ինչ կարելի էր վստահել իրան։ Ամեն հանձնարարություն մեծ հասկացող պատանու նման էր կատարում։ Շատ մեծ պատասխանատվությամբ էր մեծ մոտենում ամեն ինչը, օգնում էր ծնողներին, դաշտի աշխատանքներին, անասուններին, բանին, մի խոսքով շատ աշխուժ երեխա էր եւ բնականաբար իհարկե մենք Հակոբի ուրիշ ճակատագրեր էինք ստանում, պիտան մարդ էր դառնալ մեր հասարակության համար, լավ սովորող, լսող, ուժեղ, կամքով եւ ֆիզիկապես ուժեղ ազնվորություն էր։ Աղաձորում Խաչատրյանների ընտանիքը հաստատվեց 2007 թվականին։ Տան ու կենցաղային պայմանները մեղմասած նախանձելի չէին։ Այս միակ սենյակը տարիներ շարունակ ընտանիքի 4 անդամների համար ծառայել է եւ որպես ննջարան, եւ որպես հյուրասենյակ ու խոհանոց։ Դա արդեն անցյալում է։ Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի միջոցներով կացարանին փոխարինել է երկհարկանի այս առանձնատունը, որի բանալիները 3 տանտիրոջը հանձնեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը։ Զոհվածի ցանկացած ընտանիքի նկատմամբ ունենք բոլորս պարտավորություններ, նորմալ կենցաղային պայմաններ ապահովելու, իհարկե սա չի թեթևացնում հոգսը, բայց գոնե ընտանիքը կարողանա նորմալ պայմաններում հետագա կյանք շարունակել։ Հարմարությունները ստեղծելիս հաշվի առել ծնողի Գագիկի ցանկությունները, ինքը ինչ ձևով, ինչ ոճով ցանկություն է հայտնել, նույն ձևով բնակարանը կառուցվել է։ Դղյակն չի կարող փոխարինել այդ կորստին, բայց կարող շնորհակալություն ասենք եւս մեկ անգամ մեր երկրի կառավարությանը, որ նմանատիպ վայրին միշտ բնակչի կողքին է, չի թողնում մենակ, թե բնակիչները, թե համայնքների ղեկավարները, թե վարչակազմի ղեկավարությունը, դա շատ կարևոր նշանակություն ունի։ Սա վերաբերմունքի մի հատուկ ձև է, որ մենակ հային է վայելել։ Մոտ 10 միլիոն դրամի ներդրում է կատարվել։ 4 ամսվա շինարարական աշխատանքների արդյունքում ստացվել է 4 սենյականոց առանձնատուն իր խոհանոցով ու սանհանգույցով։ Նախորդ կացարանի համեմատ սա շքեղություն է, խոստովանում է տանտերը, բայց եւ ցավով նշում, որ նոր օջախում միշտ զգացվելու է որդու բացակայությունը։ Հոր միակ մխիթարանքն այսօր դստեր զավակն է, փոքրիկ Հակոբը։ Դա Աստված թող խաղաղություն էլի մեր երկրին։ Ու մեր երիտասարդները ամբողջ ծառայեն կան հասնեն իրենց ծնողներին։ Ես ունեցել եմ կորուստը միակ որդուս։ Այդ դաժանությունը թող ոչ ոք չտեսնի։ Ոչ ոք։ Հերոսի կոչումները թող ժողովուրդը տան, մեր կառավարությունը տա գիտության, կրթության բնագավառը։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ էմպաթիա հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում անցկացված դասընթացները ավարտվել են։ Կիրառական եւ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ մասնագիտացած դասընթացների մասնակիցներին հավաստագրեր են հանձնվել։ Նրանցից լավագույնները նաեւ աշխատելու հնարավորություն կունենան։ Դասընթացները, որոնց աջակցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, մեկնարկել են նոյեմբերի 14-ին էմպաթիա հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։ 5 շաբաթվա ընթացքում կիրառական եւ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ վերապատրաստվել են 32 հոգի, այդ թվում 12-ը շրջաններից։ Մասնագիտության ընտրությունը պատահական չէր։ Նախատեսում է նաեւ Ստեփանակերտ քաղաքում եւ շրջաններում նույնպես բացել հոգեսոցիալական ծառայությունների մատուցման համապատասխան կենտրոններ եւ իրանց անհրաժեշտ կլինի նաեւ համալրել համապատասխան աշխատանքով մասնագետների։ Ծրագրի մասնակիցները գործազուրկ մանկավարժներ, հոգեբաններ եւ բժիշկներ են։ Գայանեն առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ է, սա նրա համար երկրորդ մասնագիտության հնարավորություն է։ Մեծ հաճույքով մասնակցեցի այս դասընթացներին, հուսալով գտնել երկրորդ մասնագիտական աշխատանք այս բնագավառում։ Մենք ստացանք համապատասխան գիտելիքներ, կարճ ժամանակում ցուցաբերվեց մեր գիտելիքները, մենք էլ յուրացրեցինք։ Դասընթացներին մասնակցում են ինչպես միջմասնագիտական, այնպես էլ բարձրագույն ավարտած անձինք, գործազուրկներ, ովքեր որպես գործազուրկ հաշվառված են զբաղվածության գործակալությունում։ Դասընթացների մասնակիցներն ստանան կրթաթոշակ համապատասխան նվազագույն ամսական աշխատավարձի 50% չափով կրթաթոշակ, ինչպես նաև այն ընկերները, ովքեր
ժամանելին շրջաններից նրանց կտրվի նաև ճանապարհածախսի փոխհատուցում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության գործակալության կողմից ստուգարքներ են անցկացվել։ Դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատման ժամանակ բարձր ցուցանիշ են գրանցել։ Համապատասխան գիտելիքներով ու հմտություններով զինված վերապատրաստված մասնագետները նաև աշխատանքի իրական հնարավորություն կունենան։ Շրջաններում հոգեսոցիալական վերականգնողական ծառայությունների մատուցման կենտրոններ կբացվեն։ Էմպաթիա հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը իր ծրագրերում նախատեսում է շրջկենտրոններում ունենալ մասնագետներ, որպեսզի տեղում կարողանանք բարձրակարգ մասնագիտական օգնություն ցուցաբերենք տեղի բնակչությանը։ Ուստի մեր այս դասընթացների ավարտից հետո նախատեսում ենք ընտրել մեր այս մասնակիցներից մասնագետներ, որոնք արդեն տեղում կարող են ցուցաբերել այդ մասնագիտական օգնությունը։ Հայաստանի բարձրագույն կրթության ազգային ակադեմիայի ու Երևանի պետական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի կողմից հաստատված ծրագրին աջակցում է Հայկական հոգեբուժության ասոցիացիան։ Դասընթացի ավարտին մասնակիցներին ասոցիացիայի եւ Էմպաթիա հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կողմից հավաստագրեր հանձնվեցին։ Հոգեբուժական ասոցիացիան ողջունում է այս կարգի վերապատրաստման դասընթացների իրականացումը, քանի որ կարծում ենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մենք մասնավերապատրաստված հոգեբանների եւ հոգեբուժների կարիք ունենք եւ այսօր առավել քան երբևէ մեր հոգեկան առողջությունը պահպանման ավելի մեծ անհրաժեշտություն ունենք, ուստի հոգեբուժական ասոցիացիան շատ ուրախ է, որ Արցախում նույնպես կազմակերպվում են այսպիսի դասընթացներ եւ միշտ պատրաստ աջակցելու։ Սա ծրագրի առաջին փուլն է, առջևում եւս 2 դասընթացներ են։ Հետագայում աշխատանքով ապահովելու համար դիպլոմավորված մասնագետները բավականաչափ փորձ եւ գիտելիք կունենան։ Մարինե Մկրտչյան, Աշոտ Գասպարյան, օր։ Այսքանն է ժամի համար, որ ծրագրի հիմնական թողարկումը ժամը 29-ը, մինչ այդ ժամը։ Հանրապետության տարածքում կդիտվի ոչ մեծ անպամատություն առանց տեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 7-ից 12 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։